Յուշունի մկանային դիստրոֆիայով երեխաների ծնողների հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ տևել է 2 ժամ, մանրամասն քննարկվել է պայմանների, դեղորայքի և ռիսկերի հարցերը։ Համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրաված կլինեն նաև հիվանդների ծնողները։ Նախատեսվեց նաև ևս մեկ հանդիպում, քննարկմանը ներկա էր նաև առողջապահության նախարարը։ Ընդդիմության մեջ տարաձայնություններ այս անգամ առաջացել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո արված տարբեր հայտարարությունների պատճառով։ Կուսակցությունը Լելոյում ասում է, որ պետդեպարտամենտի ներկայացուցիչները լսել է, որ գործունակ ժողովրդավարությունը պահանջում է ուժեղ ընդդիմություն և մասնակցություն քաղաքական ինստիտուտներին։ Ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը Նիկա Գվարամյան սոցիալական ցանցում արձագանքել է Գրիգոր Կեգելյայի գնահատականներին։ Նրա խոսքով ամերիկացիները նման բան չեն ասել և Կեգելյան դա ստում է։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 0,5%, հասցնելով մինչև 6%-ի։ 2027 թվականի կանխատեսումը 5% է։ EBRD տարածաշրջանային տնտեսական հեռանկարի զեկույցում նշվում է, որ Վրաստանի տնտեսությունը շարունակում է արագ տեմպերով աճել։ Թբիլիսիի քաղաքապետարանը առողջ ապրելակերպը խթանելու նպատակով այս տարի նույնպես առաջարկում է ամառային ծրագիր երիտասարդների համար։ Ծրագրի շրջանակներում դիմորդները հնարավորություն կունենան օգտվելու տարբեր մշակութային, մարզական, ճանաչողական և ժամանցային միջոցառումներից՝ հաշվի առնելով իրենց հետաքրքրությունները։ Գրանցումը հասանելի է այսօրվանից։ Վրաստանը պատրաստվում է ներդնել սահմանափակ կարողություններ ունեցող կարգավիճակի կենսահոգեբանական սոցիալական մոդել։ Առաջին աշխատանքային նիստը անցկացվել է Համակարգող խորհրդի կողմից, որը ստեղծվել է հենց այս մոդելի ներդրման նպատակով։ Եթե այսօր սահմանափակ կարողությունների կարգավիճակը շնորհվում է միայն բժշկական ախտորոշման հիման վրա, ապա նոր մոդելը հիմնված կլինի անձի գործունեության համալիր գնահատման վրա, որը հաշվի կառնի ոչ միայն առողջական վիճակը, այլև հոգեբանական և սոցիալական ասպեկտները։ Վրաստանն ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ։ Որոշումը կայացվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ Գործադիր խորհուրդը բաղկացած է 34 անդամից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։ Նշված խորհուրդը բարձրագույն կառավարման մարմին է, որը որոշում է համաշխարհային առողջապահական քաղաքականությունը։ Արդարադատության տունը եվրոպական հանրային հատվածի մրցանակի դափնեկիր է։ Այն արժանացել է լավ պրակտիկայի վկայականի։ Ճանաչումը հրապարակվել է Եվրոպայում նորարարական, արդյունավետ և քաղաքակենտրոն հանրային ծառայությունները նույնականացնելու և խթանելու ամենահեղինակավոր հարթակներից մեկում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Բելառուսում կայացած Բելագրո 2026 միջազգային ցուցահանդեսին։ Ներկայացվել է մեր երկրի տաղավարը, մասնակցել են վրացական գինու և գյուղատնտեսական սննդի ընկերություններ։ Բելագրո միջազգային ցուցահանդեսը տարածաշրջանի խոշորագույն միջազգային հարթակներից մեկն է, որը միավորում է գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական սննդի ոլորտի ներկայացուցիչներին։ Սպառողների շահերի պաշտպանի ծառայությունը ներկայացրեց իր զեկույցը։ Շնորհանդեսի ժամանակ հաղորդակցության օմբուդսմենը կենտրոնացավ այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են հեռուստահաղորդակցության ծառայությունների որակի վերահսկման անհրաժեշտությունը և սպառողների ժամանակին տեղեկացնելու կարևորությունը, հատուկ շեշտը դնելով հեռուստահաղորդակցության ոլորտում հանրային իրազեկության բարձրացման անհրաժեշտության վրա։ Հատկանշական է, որ անցյալ տարի «Իմացեք ձեր իրավունքները» հաղորդակցության ոլորտում և ճանապարհորդական գրասենյակ տեղեկատվական արշավների շրջանակներում ծառայությունը մոտ 170 տեղեկատվական հանդիպում է անցկացրել տարբեր թիրախային խմբերի հետ։ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմադրողականությունը շարունակվում է։ Իրանը հարձակվել է ամերիկյան բազաների և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավի վրա։
Դրա պատճառը ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ կապված նավթատար նավի և Քեշմ կղզու վրա իրականացված հարձակումներն էին։ Իրանական կողմը պնդում է, որ հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի շտաբ բնակարանի վրա, ինչը ԱՄՆ-ի զինվորականները հերքում են։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և ԱՄՆ-ը մի քանի օր առաջ միմյանց հետ խոսելու մասին տեղեկությունները կեղծ են տարածել։ ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ կողմերի միջև քննարկումները շարունակվում են։ Բարձր մակարդակի բանակցությունները շարունակվում են նաև Իսրայելի և Լիբանանի միջև։ Քննարկումը տեղի կունենա այսօր